Ուրբաթ օրը Սրբազան պայքարի աջակիցներին էին ձերբակալել, բազմաթիվ քաղաքացիներին էին ձերբակալել, ինչ էր տեղի ունեցել։ Տեղի էր ունեցել հիստերիա։ Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում, մեծ եղբոր մոտ կամ հոր մոտ, երևի չգիտեմ, այս բակում չեմ ուզում որևէ կերպով այդ մասին խոսել։ Եվ այդ ցնցումները երևի բերել էին նրան, հասկանալով, որ կան մարդիկ, կա ուժ, կան ուժեր, որոնք ազգով եւ հոգեվոր կյանքով տոգորված ապրում են եւ թույլ չեն տա, ձգտում են հաղթանակի, ոչ թե միայն հաղթանակ, որը պարզապես ինչ որ քաղաքական նպատակ է հետապնդում, այլ հաղթանակ, որը մեր կենսագրության, մեր տան վերականգնման մասին է լինում, Սուրբ Էջմիածնի հաղթանակն է լինում։ Իմիջայելոց քիչ առաջ, երբ ձեր հարցի մեջ ասացիք, բազում մարդիկ կանգնած են Սուրբ եկեղեցու կողքին, ես ուզում եմ վերստին շեշտադրում կատարել։ Ժողովուրդ ջան, պետք չի կողքը լինել, ոչ մի բանի կողքը պետք չի լինել։ Դա կամ քոնն է, կամ քոնը չի։ Մեջը պետք է լինել, քո մեջ պետք է լինի եւ դու էլ նրա մեջ պետք է լինես եւ այս խորհրդով եմ ուզում ամփոփել, որովհետեւ ինչպես Իսահակյանը ասում, Ավետիք Իսահակյան, եթե յուրաքանչյուր հայի մաշկը քերես, արյունի հետ Սուրբ Էջմիածին կգրվի։ Այդպես է մեր խորհուրդը եւ ես մաղթում եմ, որ մեր գիտակցության, հոգու, սրտի մեջ նույն պատկերը, նույն տեսիլքը, նույն խորհուրդը դաջված եւ արձանագրված լինի, լինելով Սուրբ եկեղեցու մեջ եւ Սուրբ եկեղեցին քո մեջ։